Edmiçor ejam 4-ն ֆյուչերեն ներկայացնենք հայերեն լուրերով հաղորդումը գսկսին խորակիրներով։ Հարաբական երկիրներ գահադեն իրենց գաբերը Իրանի հետ։ Նոր նախագահի ընտրության նիստը հունվար 7-ին։ Լիբանանյան լեռնային ճամփաները դարձյալ բաց են երթևեկության առջև։ Նախքան սեուդական իրանյան լարվածության մանրամասնությունները նշելը քիչ առաջ լրատվական տեղեկություններ հաղորդեցին, որ ագան մբայտած է բաղեստինյան կրավյալ դարածներու հետ լիբանանյան հարավային սահմաններուն մոտ, մասնավորապես կրավյալ շբայի ակարակներուն եւ Ուեզենի շրջանի մոտ։ Բայթումը ըստ նախնական տեղեկություններուն թիրախ դարձուցած է իսրայելյան շրջուն չոգատմը, պատճառելով մարդկային վնասներ, ինչպես նաեւ նյութական վնասներ։ Ըստ նախնական տեղեկություններու այլ դվյալներ նշեցին, որ հարձակումը կատարված է հրասայլերու թեմ կործածվող հրթիռովը։ Այս մասին ցարտ հավելյալ տեղեկություններ չկան, սակայն հաղորդված է, որ իսրայելյան առնվազն 9 ռումբեր ինգած են լիբանանյան Ուեզենի գյուղի մոդագա շրջաններու մեջ թիրախ դարձնելով քաղաքացիներու բնակարանները, կան վիրավորներ։ Իսկ իսրայելյան լրատվամիջոցներ նշեցին, որ բանակը սահմանային շրջանի գյուղերու բնակիչներեն որոշած է հեռանալ կամ հրահանգած է հեռանալ իրենց բնակարաններեն արի նախապատրաստություն հավանական որևէ փախումի, իսկ իսրայելյան ուղղաթիռներ թռիչքներ կկատարեն շրջանին վերև։ Արաբական հավելյալ երկիրներ մինչ այդ կվտարեն իրանցի թիվանակետներ, Սեուդական Արաբիա եւ Իրանի միջև լարվածությունը կշարունակվի։ Սուդանի նախագահությունը հայտարարեց, որ Խարթումի իշխանությունները որոշած են երկրեն վտարել Իրանի տեսփանը արի հագաթարցություն սեուդական թիվանակետական կետրոններուն վրա կատարված հարձակումներուն։ Իրանի հետ իր հարաբերությունները հատեց նաև Բահրեյն, որ իրանցի թիվանակետներուն 48 ժամվան պայմանաժամ տվավ հեռանալու երկրեն։ Ըստ ՄՆՄ-ի իշխանություններուն Թեհրան կզորակցի ահապեկիչներուն եւ ծայրահեղականներուն կթյուրացնե բայթուցիկներու եւ զենքերու դեղափոխումը ի նպաստ ահապեկչական գազམ་ագերբություններուն, ինչպես նաեւ գմիջամտե ծոցի արաբական երկիրներուն ներքին հարցերուն։ Բահրեյն շեշտեց Իրանի քայլերուն թեմ տնելու անհրաժեշտությունը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններու իշխանությունները որոշեցին թիվանակիտական հարաբերություններու մագարտակը նվազեցնել կորզագադարի մագարտակին։ Սեուդական Արաբիան նախաբես հադած էր իր թիվանակիտական գաբերը Իրանի հետ։ Արտաքին գործոս նախարարությունը տեսփանն ու իրանցի թիվանակետները վտարելու մասին որոշումը հանձնեց Իրանի տեսփանության։ Արտաքին գործոս նախարար Ադիլ Ժուբեյրը հայտարարեց, որ իրանցիներուն 48 ժամվան պայմանաժամ դրված է հեռանալու սեուդական հողերեն։ Անոր խոսքով Թեհրանի մոտ սեուդական տեսփանադան վրա կատարված հարձակումը կհամարվի շրջանի մեջ Իրանի վարչագահ թշնամական քաղաքականություններու շարունակություն։ Ռիադ այդ մասին նաև դեղեկացուց ՄԱԳ-ի ապահովության խորհրդին։ Իրանի իշխանությունները ցերպակալեցին 40 անձեր, որոնք մասնակցած էին Թեհրանի մոտ սեուդական Արաբիա տեսփանադան վրա կատարված հարձակումին եւ հրթեհի հրահրումին։ Իշխանությունները նաև ասին, որ կփորձեն բացահայտել բոլոր պատասխանատուները։ Իրանի արտաքին գործոս նախարարության փամփերը հայտարարեց, որ թիվանակիտական ոստիկանությունը պիտի պաշտպանե սեուդական թիվանակիտական կետրոնները եւ կանխարգելե անոնց վրա հարձակումները, թեև կըմբռնե ժողովրդին զայրույթը։ Սեուդական Արաբիա շուրայի խորհուրդը դադարեցրեց Թեհրանի մոտ սեուդական Արաբիա տեսփանադան վրա կատարված հարձակումը, ինչպես նաև հյուպատոսարանը թիրախ դարձնելու փորձը։ Շուրայի խորհուրդը իր զորակցությունը հայտնեց Իրանի եւ Սեուդական Արաբիա միջև հարաբերությունները հադելու իշխանություններու որոշումին։ Ռուսիա արտաքին գործոս նախարարությունը ցավ հայտնեց Իրանի եւ Սեուդական Արաբիա միջև հարաբերություններու վատտարացումին համար, նաեւ պատրաստակամություն հայտնեց միջնորդելու Ռիադի եւ Թեհրանի միջև։ Նախարարության պատասխանատուները ցավ հայտնեցին հարաբերություններու հադումին համար, հիշեցնելով, որ երկու երկիրները մահմեդական մեծակույն երկիրներն են եւ քարյուղային թաշտի գլխավոր խաղացողները։ Մոսկվան նաև գոչ ուղեց սուրիական խորհրդակցությունները շարունակելու եւ շրջանի խնդիրներուն գաբակցությամբ միասնական դիրքորոշում որդեգրելու։ Միացյալ Նահանգներու pedagogan քարտուղար Ջոն Քերի հերացայինային հաղորդակցություն ունեցավ իր իրանցի պաշտոնագից Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ քննարկելու համար սեուդական իրանյան հարաբերությունները։ Գերմանիա կառավարության փամփերը Սեուդական Արաբիա եւ Իրանի իշխանություններուն գոչ ուղեց երկխոսություն կատարելու եւ հարաբերությունները բնականոնացնելու։ Մամլո ասուլիսիմը ընթացքին փամփերը երկու երկիրներուն գոչ ուղեց համացայնական եզրեր գտնելու։ Իսկ Կանադայի արտաքին գործոս նախարարությունը մտահոգություն հայտնեց Սեուդական Արաբիա եւ Իրանի միջև հարանվանական լարվածութենեն։ Նախկին վարչապետ Սաադ Ալ-Հարիրի Հեզբոլլան անպաստանեց աշխարհի մեջ բոլոր շեյներուն պատասխանատուի թիրքով հանդես գալու հանցանքով։ Անոր խոսքով Շեյխ Նմերը սեուդցի մներ, որ ենթակա էր Սեուդական Արաբիա օրենքներուն եւ կանոններուն։ Հարիրի շիայի պատասխանատուներուն գոչ ուղեց համագործակցելու եւ հարանվանական խռովություններեն խուսափելու։
Նախկին վարչապետը նաև նշեց, որ Իրանի ժողովուրդը կդարաբի բռնությունները, մահաբադիժները, սպանությունները, ոչիրները, ինչպես նաև բռնատիրութեն է։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրի երեսփոխանները հրավիրեց նոր նախագահի ընտրության հերթական նիստին, որտեղի պիտի ունենա 5 հունվար 7-ին։ Այս կհամարվի 2016-ի առաջին ընտրության նիստը։ Անցյալ դարվա բոլոր նիստերը չէին կայացած երեսփոխաններու նվազագույն թիվի բացակայության պատճառով։ Օտերևութապանական ծառայությունները նշեցին, որ Լիբանանի գդիրաբեդե ցուրտ գլիմա, սաստիկ կամի, ցյունաթափ եւ դեղադարապ անձրևի ընկերակցությամբ։ Ցյունը հյուսիսային շրջաններում մեջ պիտի հասնի 1200 մետրեն սկսյալ, իսկ սարույց կգազմվի լեռնային ճամփաներուն վրա։ Ներքին գործոս նախարարությունը հաղորդակցություններով հայտարարեց լեռնային շարք մշրջաններու, ներառյալ գլխավոր լեռնանցքներու բացման մասին։ Ըստ ապահովական ուժերուն, լեռնային պարսակույն շրջաններու ճամփաները բաց են մեդաղյա շղթաներով ոչդված ինքնաշարժներուն առջև, մինչ պարսակույն կոդիները կմնան փակ ցյունիկ ու դագումին պատճառով։ Ապահովական ուժերը նաև զսկուշացուցին երեկոյան եւ առավոտյան ժամերուն սարույցի գազմության վտանգներ են։ Հանրօգուտ աշխատանքներու նախարարության ընդհանուր դնորեն Տանյո Սուբուլոս հայտարարեց, որ նախարարության աշխատակիցները անդադար աշխատած են բոլոր շրջաններու մեջ վերապանալու համար ճամփաները։ Արտաքին գործոս նախարարությունը կուժեց նախկին նախարար Ֆուադ Բուտրոսի մահը եւ նշեց, որ Բուտրոսի իր պաշտոնավարության օրերուն միջազգային գազագերբություններուն առջև պաշտպանած էր Լիբանանի շահերը ընդդեմ իսրայելյան ցկտումներուն եւ բռնություններուն։ Նախարարության համաձայն աշխարհը պիտի հիշե Բուտրոսի խոհեմությունը եւ թիվանակիդական կարողությունները մանավանդ Լիբանանի բادرազմական օրերուն։ Ըստ արտաքին գործոս նախարարության նախկին նախարարը միշտ բահաբանն էր Լիբանանի շահերուն եւ թեմ դրած քերիշխանությունն ու անկախությունը գործանող փորձերուն։ Լիբանանյան ուժեր գուսակցության նախագահ Սամիր Ժաժա եւս կուժեց Բուտրոսի մահը եւ զայն համարեց լիբանանցի ազգային քաղաքական մեծ գործիչը։ Իսկ այժմ գանձին ցանցումային տատարի որմե հետ Սուրիո մեջ ֆրանսական եւ ռուսական օթուժներու հարձակումները կշարունակվին։ Շրջանային լուրերով Սուրիո քիմիական զենքը ամբողջությամբ ոչնչացած է, այս մասին հաստատեց քիմիական զենքը Արկիլո գազագերբության պաշտոնական գայքը։ Միացյալ Նահանգներու Տեքսաս նահանգին մեջ ոչնչացած է 75 դագար քիմիական նյութեր, ըստ է գազագերբության ղեկավարը։ Այս գործընթացով իր ավարտին կհասնի Սուրիո քիմիական զենքի ոչնչացման գլխավոր ծրագիրը։ Առայց Սուրիո մեջ շարունակվող հագամարտության ընթացքին ֆրանսական ռազմական օդանավեր ոչնչացուցին իսլամական պետություն գազագերբության կենտրոնը, ուր հապեգիչները կպատրաստվեին չկառավարվող հրթիռներ։ Ըստ Ֆրանսայի պաշտպանության նախարարության հրթիռներու արտադրության կենտրոնը գտնված է Հալեբ քաղաքեն մի քանի կիլոմետր դեպի արևելք։ Իր ղարքին ռուսական օդուժը եւս շարունակեց իր հարձակումները Հալեբի հյուսիսային շարք մահվաններու վրա, մինչ ընդդիմությունը հառաջ խաղաց կարձանակրեց դրահայի քյուղական շեյխ Մսկին Ջագադին վրա։ Իրաքի մեջ մոտ 70 բանակային եւ գարավարամետ զինյալներ մահացան իսլամական պետություն գազագերբության գոմե համագարկված հարձակումներուն հետևանքով Անբար եւ Սալահադին նահանգներու մեջ, մինչ երկու մզգիթ թիրախը հանդիսացան բայթումի Բաղդադի հարավային Հելլե քաղաքին մեջ։ Իսլամական պետության կողմէ համագարկված հարձակումները բաժար եղած են իրաքյան բանակի ժողովրդային թիմադրության եւ Սահվայի միլիսներու 69 անդամներու մահվան Անբար եւ Սալահուդդին նահանգներու մեջ։ Ամենագադաղի հարձակումները եղած են Անբար նահանգի Բարուանա եւ Սակրան ավաններուն վրա, ինչպես նաեւ նույն նահանգի Ֆալուժա քաղաքի հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջաններու բանակի զորանոցներուն վրա։ Սալահուդդին նահանգին մեջ իսլամիստներ հարձակումներ կործեցին բանակի զորանոցներուն վրա Սեդդետ Սամարա քաղաքի հարավ-արևմտյան շրջանին մեջ, ինչպես նաև լայնածիր հարձակումը շղթայազերծեցին Իրաքի զորքերու եւ ոստիկանական թիրքերուն վրա Սամարայեն դեպի արևմուտք 3 կիլոմետր տարածքի վրա։ Առ այդ 6 ահապեգիչներ ներխուժած էին Թիգրիտի հյուսիս-արևմտյան Սպայքեր խարիսխը եւ փախում ունեցած իրաքյան ուժերուն հետ, ապա բայթեցուցած իրենց ագանված կոդիները, որուն հետևանքով զոհված էր մի քանի մարդ, ներառյալ բանակի սպաներ։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իր օթուժը ցավալի եւ ազդեցիկ հարվածներ հաստուցած է գազագերբության թիրքերուն եւ թիրախներուն Սալահուդդին եւ Անբար նահանգներուն մեջ։ Բացի այդ, Մոսուլի մոտ իսլամական պետության առնվազն 15 զինյալներ չեզոքացան ամերիկյան ուժերու կողմէ օդային վայրեջքի գործողության ընթացքին։ Այլ շրջակիցներս իրաքյան ոստիկանությունը հայտարարեց, որ երկու բայթուններ թիրախ ընտրած են երկու մզգիթ մայրաքաղաք Բաղդադի հարավը
Իսկ գղերական ահապեկված է շրջանի մեջ, ուր համայնքային լարվածությունը կհրահրվի ավելի եւ ավելի եւս։ Միաժամանակ իրաքյան անվտանգության աղբյուրները նշեցին, որ Միացյալ Նահանգներու Բաղդադի մոտ տեսփանադունը ենթարկված է հարձակումի Կատյուշա դիբի 3 հրթիռներով առանց գորուսներ պատճառելու։ Մյուս կողմէ Թուրքիո արևդուրի եւ մաքսային հարցերով նախարար Բյուլենդ Թյուֆենգջի հայտարարեց, որ պիտի վերապացվի Շռնակ նահանգը Իրաքին գաբող Թուրքիա-Իրաք սահմանային խաբուր անցագետը, որ նախաբես փակված էր ապահովական նկատառումներով։ Կաբուլի միջազգային օթագայանին մոտ բայթումը որոդացած է, երբ մահաբար դահապեգիչը ինքնաշարժնով մոտեցած է օթագայանի անցագետին եւ բայթեցուցած իր կոդին, ինչպես նաեւ մեքենայի մեջ եղող բայթուցիկ նյութերը։ Զոհերու մասին ցար տեղեկություններ չկան։ Արայտ Աֆղանիստանի ներխուժման հատուկ ուժեր կփորձեն դուրս անել երկու զինյալներ, որոնք ամրագայված են Մազար-ը Շարիֆ քաղաքի Հնդկաստանի հյուպատոսարանի գից շենքի մեջ։ Ըստ Աֆղանիստանի իշխանություններուն 4 զինված անձեր է փաղացած խումբը Աֆղանիստանի մեջ Հնդկաստանի հյուպատոսարանին վրա հարձակման եւ ներխուժման փորձ մցերն արգածեր քիշերը, սակայն անոնց մեջ երկուքը սպանված էին։ Դեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ հարձակողները զինված եղած են նռնակներով, նռնականեդերով եւ թեթև զենքերով։ Անոնք գրագ արձակած են շենքին ուղղությամբ։ Կատարվածի պատասխանատվությունը դակավին ոչ ոք չէ ստանցնած։ Բնական աղետներուն կձով Լեհաստանի մեջ դեկտեմբեր 31-ին հունվար 2-ը ցրդահարութեն են մահացած են 14 անձեր։ Հիմնականին մեջ մահացած են անդուն քաղաքացիներ, որոնք փողոցը կգիշերեին։ Լեհաստանի մեջ ցուրտը կբաբանվի մինչև չորեքշաբթի եւ նույնիսկ կհաստանա մինչև -22 աստիճան։ Անցնելով Հնդկաստան, Բուրմայի հետ սահմանեն ոչերու հզոր երկրաշարժի հետևանքով զոհված են առնվազն 6 անձեր, դուժած են 100 ուրիշներ։ Ըստ Միացյալ Նահանգներու երկրապանական ծառայության տեղեկություններուն 6.7 Ռիխտեր աստիճանի երկրաշարժը տեղի ունեցած է Մանիպուրի նահանգին մեջ, իսկ էպիգետրոն եղած է նահանգի մայրաքաղաք Էմփալ քաղաքեն 29 կիլոմետր արևմուտք 17 կիլոմետր խորության վրա։ Ականանդեսներու վկայությամբ երկրաշարժը շարունակված է մոտ 1 վայրկյան։ Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 12 ամիսով գալանավորված հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը հացաթուլ հայտարարեց։ Սաֆարյանի փեստապանը Դիկրան Հայրաբեդյան նշեց, որ Գևորգ Սաֆարյանը հացաթուլ հայտարարած է բանջելով դեղափոխվել առանցին խոց, որովհետև ընդհանուր խոցի մեջ կվախնա բռնության ենթարկվել։ Ըստ փաստաբանին նախաբես Նուբարաշեն քրեագադարողական հիմնարկի ընդհանուր խոցերու մեջ Սաֆարյանի նկատմամբ բռնություն կործատրված էր քրեական դարերու գոմե եւ հիմա կմտածե ան, որ անոնք կրնան գրկնվել ու այդ պատճառով հացաթուլ հայտարարած է առանցին խոց տեղափոխվելու պահանջով։ Հիշեցնենք, որ Սաֆարյանին մեղադրանք առաջադրված է իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կործատրելու համար։ Ըստ իրավաբան մարմիններուն Սաֆարյանը բռնություն կործատրած է ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Քեղամ Խաչատրյանի նկատմամբ։ Երևանի քաղաքապետ Դարոն Մարգարյան հետևեցավ մայրաքաղաքի վարչական շրջաններու մեջ գուտակված ծյունի մաքրումի եւ վերացումի աշխատանքներուն։ Քաղաքապետը նկատել տվավ, որ աննախադեպ տեղումներու հետևանքներու վերացումը այս պահուն ամենակլխավոր խնդիրն է։ Դեղումներու օրերուն ծյունի արոդությունը հաշվի առնելով մեզի համար առաջնահերթը մայրաքաղաքի փոխադրության երակները բացվահելներ, ինչ որ հաջողությամբ կրծանգնել Սա Մարգարյան, ավելցնելով, որ դեղումներու թաթարեն յետ կարևորը հրաբարակներեն, փողոցներեն, խաչմերուկներեն եւ մայթերեն ծյունի շերդերու մաքրումն է եւ զանոն քաղաքեն դուրս տեղափոխումը։ Նշենք, որ դեկտեմբեր 30-ին մինչև հունվար 2 լուսապած մայրաքաղաքին մեջ անընդմեջ տեղացած արատ ծյունի բարձրությունը կազմած է 45 սանտիմետր, ինչ որ օտերևութապաններու հավաստմամբ հավասար է դեղումներու 1 ամսվա չափանիշին։ Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքին Երևանի մեջ առանց դատարի տեղացած է 1 ամսվա քանակի ծյուն։ Մարգարյանի խոսքով օտերևութապաններու տեղեկացմամբ վերջին 15 տարիներուն ընթացքին համեմատաբար արատ դեղումներ տեղի ունեցած են 2005 եւ 2009 թվականներուն, սակայն ի տարբերություն այս տարվա անոնք եղած են ընդհատումներով եւ ոչ այսքան արատ։ Ու ըստ այնմ այս տարվա ծյունի դեղումները իրենց արադությամբ եւ անընդհատությամբ եղած են աննախադեպ։ Իսկ այժմ հաղորդման ավարտին վերընթերցենք մեր խորակիրները։ Արաբական երկիրներ գահադեն իրենց կաբերը Իրանի հետ։ Նոր նախագահային Ռության նիստը հունվար 7-ին։ Լիբանանյան լեռնային ճամփաները դարձյալված են երթևեկության առջև։ Սկիչ առաջ հաղորդվեցավ, որ Ուազանի մոտ տեղի ունեցած հարձակումը թիրախ դարձուցած է իսրայելյան զինվորական երկու մեքենաներ։ Հավելյալ տեղեկություններ այս մասին մեր վաղվա հաղորդումով ցտեսություն։